Տատասկափուշի մասին, երևի շատերը չեք լսել։ Մենք այս վերջերս էինք տատասկափուշ հավաքում անտառում, որոշեցի նաև սենց մի փոքր տեսանյութով պատմեմ մեզ հրաշք փուշի մասին։ Աշխարհում տարածված է 120 տեսակի տատասկափուշ, Հայաստանում մենք ունենք 11 տեսակ։ Իրենք բոլորը ուտելու համար պիտանի են։ Իրականում տատասկափուշը օգտագործում են համ ծաղիկները, համ ցողունը, համ արմատը, սերմը, նայած ով ինչի համար է ուզում օգտագործի։ Ես կոնկրետ ձեզ ուզում եմ ցողունի մասին պատմել ու թե ոնց է կարելի դրանից համով ուտելիք ստանալ։ Մեր մի բուռ հրաշք հայրենիքում տատասկափուշը տարբեր անուններ ունի՝ կիծու, կաշխեն, ենքան, կիրափուշ, կռափուշ, նայած թե որ մարզում ոնց են անվանում։ Բայց ցավոք սրտի բոլոր տեղերում նույն ձևի ինքը անտեսված է, իրան հաճախ օգտագործում են ընդամենը ինչ-որ դեկորացիաների մեջ։ Իդեպ հնում ավանդույթ ա եղել տատասկափուշը դնել հենց մուտքի մեջ, ինչ-որ մի երևացող տեղ, որ հյուրը հենց ներս մտնի ու եթե ինչ-որ վատ աչք ունենա կամ վատ ցանկություն ունենա, միանգամից փուշը աչքը վերցնի։ Այդ սովորությունը գյուղերում հազվադեպ, բայց դեռ հանդիպում է։ Ես շատ կուզենայի, որ մենք հետ գնայինք մի քիչ ավելի շատ բնություն, մեր արմատներ ու սկսեինք օգտագործել այն ինչը, որ մենք օգտագործել ենք առաջ, որտեվ այս ամեն ինչի մեջ այնքան մեզ պետքական նյութեր, վիտամիններ, ինչեր ասես կան, ասենք ինչա թե սա գովազդված չի, մենք սրանից չենք օգտագործում ու առհասարակ մեր աչքի առաջ այն ինչ որ աճում է, մենք գաղափար չունենք, որ դա կարելի է նաև կիրառել։ Տեսանյութի մեջ կարող եք տեսնել, թե ոնց եմ ես մաքրում ցողունը։ Սա զուտ ցույց տալու համար եմ մաքրում տանը, թե չէ ես այս նույն գործողությունը կանեի անտառում, դաշտում, որտեղ որ սա արդեն գտե քաղել եմ։ Քանի որ տատասկափուշը իր մեջ շատ տարբեր տեսակի թրթուրներ, միջատներ ունի, ավելի լավ է հենց դա անել այնտեղ, որտեղ որ գտնում եք։ Ու տուն բերել արդեն պատրաստի ցողունը։ Ցողունը մաքրելու համար միշտ օգտագործում եմ ձեռնոցներ, ցանկալի է երկու տակ, մեկը պաշտպանիչ, որ փուշը չծակի, մյուսն էլ արդեն որ ցողունի գույնը մաքրելուց միանգամից երկաթը դուրս է գալիս ու այդ գույնը որ ձեր ձեռքերին չտարածվի։ Ուտելու համար պիտանի են բոլոր տեսակի տատասկափուշերը, կապ չունի թե ինչ գույնի են, կապ չունի թե ինչ չափսի են, բնականաբար են փոքրերը իմաստ չունի մաքրելու, որտեվ տակը ոչ մի բան չի մնա։ Ցողունը ընտրելուց պետք է ընտրեք նենց, որ կոշտ չլինի, փափուկ լինի։ Նույն տարբերակով ոնց որ ընտրում եք ծնեպակի համար, ասենք ցողունը, հենց որ կոշտացում է գնում, քարացում է գնում, բնականաբար էլ համային ոչ մի բան չի մնում։ Համայնի հետ կապված հում տարբերակով շատ հիշեցնում է ծնեպակին։ Հետաքրքիրն է, որ Հայաստանում չկա տենց մարզ, որտեղ որ տատասկափուշը չի աճում, բոլոր մարզերում մեր մոտ ինքը աճում է։ Բայց օրինակ Շիրակում մենք ունենք հազվագյուտ տեսակներ, որոնք որ այդքանաշատ չեն հանդիպում ուրիշ տեղերում, մարզերում կամ երկրներում։ Սյունիքում ունենք մոխրագույնն ու սպիտակը։ Այստեղ երևի մի անգամ է նշեմ, որ բոլոր տեսակի տատասկափուշերը կարելի է ուտելու համար իրանք բոլորը պիտանի են։ Պարզապես ոչ բոլորի համը ձեր քիմքին դուր կգա։ Բոլոր գույները, բոլոր տեսակները ունեն յուրօրինակ համ։ Բույսը լինելով դեղաբույս նաև տերևները շատ են օգտագործում, քանի որ տերևները պարունակում է համ ածխած ջրեր, համ սպիտակուցներ։ Բոլորին հայտնի արտիսկոկը նույն տատասկափուշի ընտանիքից է, մի քիչ գովազդված։